տեսնեն։ Դուք մեզ հրավիրեք մի վայր, որտեղ ակնհայտ հիվանդ ծառեր են, բայց եկեք գնանք Մենք Ամիրյան փողոցում նախ տեսեք կեղծարարները, մենք ունենք մի երկու կեղծարար։ Դրանք ընդամենը 2-3 հոգի են, մեկը ավականու անդամ Տիկին Վարդանյանը։ Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, մտեք եւ ես հիմնովին եմ ասում, որ նա կեղծարար է։ Ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի հատված, մի 20-30 մետրանոց, որտեղ ծառեր չկան, դրեք նայեք իր էջում է, ամբողջ տեսա նյութը, այն անկյան տակ է նկարված, որ Ամիրյան փողոցում որևիցե ծառ չի երևում եւ բղավում գոռում գոչում է, որ Ամիրյան փողոցում ամբողջ ծառերը կտրված են։ Մի ալարեք, իջեք Ամիրյան փողոց, հələ տեսեք ամբողջ ծառերը կտրված են, թե չէ։ Դուք ինչ։ Այդ ինչու եք դուք մտածում էկոլոգիական արդյունավետության մասին, իսկ մի կազմակերպություն, որը բաղկացած է 1000 հոգուց, ունի մի 20 գիտնական, մի 50 էլ բուսաբանության մասնագետ, նրանք էկոլոգիական նշանակությունը չեն հաշվի առել, դուք ինձ այդ հարցն եք տալի։ Էկոլոգիական նշանակությունը, նրա ֆունկցիոնալությունը, Երևան քաղաքի դիմացկունությունը, Երևան քաղաքում փորձված լինելու հանգամանքը, ջրի պահանջի հանգամանքը, գլոբալ տաքացման հանգամանքը, ուրեմն ինչև դուք կկռահեք, էլ ինչեր է պետք հաշվի առնել, այդ ամեն ինչը, այդ 100 գիտնականները վաղուց քննարկել են եւ վաղուց հաշվի են առել։ Եվ հետեւաբար Երևանցին պետք է իմանա, որ լավագույն բուսաբանության ոլորտի լավագույն մասնագետները կամ աշխատում են Երևանի քաղաքապետարանի մեր հիմնարկում կամ որպես բարեգործություն Երևանին աշխատում են ստեղծված կազմակերպությանը կիչ գիտատեխնիկական խորհրդում։ Գիտատեխնիկական խորհրդում կա բուսաբանության ուրեմն ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բուսաբանության ինստիտուտի բազմաթիվ պրոֆեսորներ, հողագիտության ինստիտուտի ղեկավարը եւ ինչքան Հայաստանի Հանրապետությունում քիչ թե շատ բուսաբանության եւ ոլորտի հետ կապ ունեցող բարձրաստիճան գիտնական կա, ինքը այդ խորհրդում է եւ այդ ով կարող է իրանցից շատ մտածել Երևան քաղաքի մասին եւ խոսել Երևան քաղաքի մասին։ Ուրեմն այստեղ հիմա կխնդրեմ բերեն։ Նաև այստեղ ասում են Նաիրի բժշկական կլինիկայի դիմացից